փոստային քվեաթերթիկների առաքումը նոյեմբերի 4-ի հատուկ ընտրությունների համար, օրակարգում է ընտրաշրջանների վերանախագծման նախաձեռնությունը։ Կալիֆորնիան փորձում է ապահովագրել երեխաներին, եթե հայրն ու մայրը հանկարծ հայտնվեն ներգաղթի կալանքի տակ։ Դաշնային դատավորը բոնդով ազատություն է վերադարձնում միգրանտներին, չեզոքացնելով Թրամփի նոր կանոնը։ Կառավարությունը փակ է, իսկ քաղաքական դռնփակ առևտուրը շարունակվում է։ Աշխատաշուկայի զեկույցը հուսադրող չէ, նոր աշխատատեղերը պատմական նվազագույնի վրա։ Պետդեպարտամենտը պատրաստվում է ֆուտբոլային վիզա մարաթոնի, աշխարհի երկրպագուները հերթի մեջ են։ Ֆլորիդայում գտել են 1 միլիոնանոց գանձ, իսպանական մետաղադրամներ առանց ծովահենների։ Իսրայելը կանգնեցրել է Գազայի ֆլոտիլան ակտիվիստներով ու Գրետա Թունբերգով։ Պուտինը զգուշացնում է, Ուկրաինային թամահավքրտիրների մատակարարումը կվնասի Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունները, սակայն չի փոխի իրավիճակը ճակատում։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Ողջույն բոլորին, USR Media-ի YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, տաղավարում աշխատում է Հարություն Մինասյանը։ Շնորհակալ եմ մշտապես աջակցելու եւ դրվատանքի խոսքերի համար։ Միևնույն ժամանակ նկատում եմ, որ դիտողների միայն փոքր տոկոսն է սեղմում հավանել կամ մեր լեզվով ասած լայք կոճակը։ Հավատացեք, ամեն մի թողարկում մեծ ու ժամանակատար աշխատանք է։ Մենք երբեք չենք դադարում սիրով ու պատասխանատվությամբ կատարել այդ աշխատանքը, ներկայացնելով նորությունները մեր մայրենի լեզվով։ Կարևոր է ոչ միայն դիտել, այլև լայքել, բաժանորդագրվել եւ տարածել նյութերը։ Իսկ հիմա արդեն բուն լուրերին անցնենք։ Լոս Անջելես քաունթին այսօրվանից սկսել է փոստային քվեաթերթիկների առաքումը նոյեմբերի 4-ի նահանգային հատուկ ընտրությունների համար, որոնց օրակարգում է նաև նահանգապետ Գևին Նյուսոմի աջակցած ընտրաշրջանների վերանախագծման նախաձեռնությունը։ 50-րդ առաջարկը նախատեսում է վերաձևել Կալիֆորնիայի կոնգրեսի ընտրաշրջանները որպես հակակշիռ Թեքսասում սկսված նմանատիպ նախաձեռնությանը, որն ըստ Նյուսոմի նպատակ ունի մանիպուլացիոն փոփոխությունների միջոցով ընդլայնել հանրապետականների վերահսկողությունը կոնգրեսում։ Լոս Անջելեսի շրջանի բոլոր գրանցված ընտրողներն իրենց քվեաթերթիկները կստանան փոստով։ Ընտրողները կարող են հետևել դրանց ընթացքին Where is my ballot անվճար գործիքի միջոցով, որը ավտոմատ թարմացումներ է ուղարկում հաղորդագրությամբ, էլեկտրոնային փոստով կամ հեռախոսազանգով։ Քվեաթերթիկները կարող են վերադարձվել փոստով, քաունթիում տեղադրված ավելի քան 400 անվտանգ տուփերից որևէ մեկով կամ անձամբ, սկսած հոկտեմբերի 25-ից ցանկացած ընտրատեղամասում։ Ընտրական պաշտոնյաները խորհուրդ են տալիս քվեաթերթիկները փոստով ուղարկել ընտրությունների օրվանից առնվազն 7 օր առաջ, որպեսզի ապահովվի դրանց ժամանակին ստացվելն ու հաշվարկելը։ Ընտրողների նաև հորդորում են ուշադիր հետևել հրահանգներին, ներառյալ վերադարձի ծրարի ստորագրումն ու ամսաթվի նշումը, որպեսզի խուսափեն քվեաթերթիկի անբավերջ ճանաչումից։ Կալիֆորնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան էլ զգուշացրել է, որ քվեաթերթիկը կարող է չհաշվարկվել, եթե այն թողնեք փոստատանը հենց ընտրությունների օրը։ Այդ դեպքում հարկավոր է խնդրել փոստային կնիկ, որպեսզի ձեր քվեաթերթիկը համարվի ժամանակին ուղարկված։ Կալիֆորնիայում ներգաղթի իրավունքների պաշտպաններն ու օրենսդիրները հանդես են եկել նոր օրինագծի օգտին, որը նախատեսում է լրացուցիչ պաշտպանություն այն ընտանիքների համար, որոնց ծնողները կարող են կալանավորվել կամ արտաքսվել։ Օրինագիծը, որը հայտնի է որպես ընտանիքի պատրաստվածության պլան, հնարավորություն կտա ծնողներին նախապես նշել վստահելի անձանց, ովքեր կարող են ստանձնել երեխայի ժամանակավոր խնամակալությունը, եթե նրանք չեն կարողանա դա անել ներգաղթի կալանքի կամ արտաքսման պատճառով։ Նախաձեռնողները շեշտում են, որ այս օրենքը պաշտպանում է երեխաներին լքվածությունից եւ թույլ չի տա անծանոթ մարդկանց օգտվել ընտանիքների խոցելիությունից։ Օրինագծի հեղինակը լինելով մայր ընդգծել է, սա պարզապես օրինագիծ չէ։ Սա խոստում է ներգաղթյալներին եւ նրանց երեխաներին, որ Կալիֆորնիան իրենց տունն է։ Եթե փորձում եք վախը օգտագործել որպես զենք, դուք սխալվում եք։ Մենք կանգնում ենք կողք կողքի եւ պայքարում միմյանց համար։ Օրենսդիրները եւ իրավապաշտպանները հույս ունեն, որ նահանգապետ Գևին Նյուսոմը կստորագրի այս օրինագիծը, այն վերածելով արդեն օրենքի։ Վաշինգտոն նահանգի Տակոմա քաղաքի ներգաղթի ձերբակալության կենտրոնում պահվող որոշ միգրանտներ իրավունք ունեն դիմել պայմանագրային, այսպես կոչված բոնդ ազատ արձակման համար։ Այդ մասին որոշում է կայացրել դաշնային դատավոր Թիֆանի Քարթրայթը։ Նա հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի նոր քաղաքականությունը, որը արգելում է ներգաղթի դատավորներին բոնդի վերաբերյալ լսումներ անցկացնել, ապօրինի է։ Դատարանի որոշման մեջ նշվում է, որ որոշ միգրանտներ կալանքի չեն ենթարկվում եւ նրանց պահելը առանց բոնդի լսման հնարավորության խախտում է ԱՄՆ ներգաղթի եւ քաղաքականության մասին օրենքը։ Տակոմայի ներգաղթի դատավորները երկար տարիներ մերժել են նման հարցումները։ Հուլիսին այսի գործադիր տնօրեն Թոդ Լայոնսը նման քաղաքականությունը հաստատել է ամբողջ երկրում,
ինչը նշանակում էր, որ գրեթե բոլոր ձերբակալված միգրանտները չէին կարող ազատ արձակվել, եթե միայն անվտանգության նախարարությունը բացառություն չաներ։ Այս որոշումը վերաբերում է միայն Տակոմայի կենտրոնում գտնվող մարդկանց եւ նախադեպ չի համարվում այլ այս կենտրոնների համար։ Սակայն Կալիֆոռնիայում ամերիկյան քաղաքացիական ազատությունների միությունը դատական հայց է ներկայացրել կանոնը ամբողջ երկրում տարածելու նպատակով։ Գնանք արդեն մեկ այլ Վաշինգտոն, արդեն մայրաքաղաք, որտեղ շարունակվում է քաղաքական դիմակայությունը կառավարության փակման շուրջ։ Այսօր Սպիտակ տան մոտ հերթապահող լրագրողներին է մոտեցել մամուլի քարտուղարը եւ հայտնել, որ նախագահը, փոխնախագահը եւ ամբողջ վարչակազմը շարունակում են բանակցությունները կոնգրեսի հետ լուծում գտնելու եւ կառավարությունը վերագործարկելու համար։ Սպիտակ տան դեմոկրատները սխալ որոշում են կայացրել, մերժելով հանրապետականների ներկայացրած մաքուր շարունակական որոշումը, որը պետք է ապահովեր կառավարության աշխատանքը մինչև նոյեմբերի 21-ը։ Մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Սպիտակ տունը չի ցանկանում քաղաքական առևտուր, այլ ցանկանում են նախ վերականգնել կառավարության աշխատանքը, իսկ քաղաքական տարաձայնությունները քննարկել դրանից հետո։ Նա նաև հավելել է, որ կառավարությունը ստիպված է քննարկել ոչ էական դաշնային գործակալությունների ֆինանսավորումը դադարեցնելու հնարավորությունը բյուջեի ճգնաժամի պայմաններում։ Ճեպազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև համալսարաններում հակասեմականության եւ ազատ խոսքի խնդիրներին։ Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ նախագահը հորդորել է բուհերին համագործակցել վարչակազմի հետ, ապահովելու ուսանողների իրավունքներն ու կանխելու ապօրինի գործողությունները։ Արտաքին քաղաքականության մասով Սպիտակ տան պաշտոնյան հաստատել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է զենք մատակարարել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Ուկրաինայի համար, քանի դեռ կողմերը լուրջ չեն վերաբերվում պատերազմի ավարտի բանակցություններին։ Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները սպասում է Համասի պատասխանին հատուկ բանագնացի առաջարկած խաղաղության ծրագրի վերաբերյալ, որը միջազգային աջակցություն է ստացել։ Շնորհակալություն եմ այս հատվածում ցանկանում հայտնել նաև մեր գործընկերներին եւ ի լուր մեր հայրենակիցների, մեր բիզնես ունեցող հայրենակիցների հայտարարում, որ ազատ պատուհան ունենք նոր գործընկերների համար, այնպես որ համագործակցության համար զանգարեք, մենք մեծ սիրով կհամագործակցենք ձեզ հետ եւ առաջ կտանենք նաև ձեր բիզնեսը։ Աշխատաշուկայի մասին Սպասվող հաշվետվությունը սպասվածից վատն է։ Միացյալ Նահանգների գործատուների կողմից նոր աշխատողների ներգրավումը հասել է վերջին 16 տարվա նվազագույն մակարդակին։ Զեկույցի համաձայն 2025-ին մինչև այս պահը աշխատանքի են տեղավորվել մոտ 205,000 մարդ, ինչը տարվա սկզբից ամենացածր ցուցանիշն է 2009-ից ի վեր, երբ տնտեսությունը սկսում էր դուրս գալ մեծ ռեցեսիայից։ Թեպետ սեպտեմբերին նախատեսվող կրճատումները նվազել են 37%-ով։ Ընդհանուր աշխատատեղերի կրճատումների թիվը այս տարի հասել է մոտ 950,000-ի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2020 թվականից ի վեր։ Տնտեսագետների կարծիքով նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային քաղաքականության շուրջ անորոշությունը, ներգաղթի դեմ իրականացվող ստուգումները եւ արհեստական բանականության աճը միաժամանակ նվազեցրել են ինչպես աշխատուժի պահանջարկը, այնպես էլ առաջարկը։ Չնայած Challenger-ի զեկույցը սովորաբար առաջնային տնտեսական տվյալներից չէ, այս տարի այն ավելի մեծ կարևորություն ունի, քանի որ Միացյալ Նահանգների կառավարության փակման հետևանքով կարող է չհրապարակվել նաև վաղը նախատեսված ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի հիմնական հաշվետվությունը։ Այդ հաշվետվությունը, որը պատրաստվում է աշխատանքի վիճակագրության բյուրոյի կողմից, մեծ ազդեցություն ունի դաշնային ռեզերվի տոկոսադրույքների քաղաքականության վրա։ ԱՄՆ պետդեպարտամենտն այսօր հայտարարել է, որ մոտակա ամիսներին հարյուրավոր լրացուցիչ հյուպատոսական աշխատակիցներ են ուղղորդվելու տարբեր երկրներ մեծածավալ վիզաների դիմումների սպասվող հոսքը սպասարկելու համար։ Քանի որ 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերը անցկացվելու են ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում ու տոմսերի վաճառքն էլ արդեն սկսվել է, սպասվում է հետաքրքրությունը աստիճանաբար կմեծանա։ Պետդեպարտամենտը նշել է, որ ներկայումս աշխարհի մոտ 80 երկրում հնարավոր է հարցազրույց նշանակել առավելագույնը 2 ամսվա ընթացքում։ Վիզաների ու անձնագրերի գրասենյակները կշարունակեն աշխատել անգամ կառավարական փակման պայմաններում։ Երկրպագուներին խորհուրդ է տրվում միայն վիզայի դիմումները ներկայացնել, որքան հնարավոր է շուտ։ Ֆլորիդայում ջրասույզների խումբը գտել է մոտ $1 միլիոն արժողությամբ իսպանական գանձ, հայտնաբերվել է ավելի քան 1000 ոսկե եւ արծաթե մետաղադրամ, որոնք պատրաստվել են Բոլիվիայի, Մեքսիկայի եւ Պերուի իսպանական գաղութներում։ Գանձը կապված է 1715 թվականի աղետի հետ, երբ ոսկով, արծաթով եւ զարդերով բեռնված իսպանական նավատորմը խորտակվել է փոթորիկի հետևանքով։ Տարերի ընթացքում ափամերձ տարածքում Մելբուրնից մինչև Ֆորթ Փիրս տարբեր գանձեր արդեն հայտնաբերվել են։ Ֆլորիդայի օրենքով նման պատմական գանձերը համարվում են պետության սեփականությունը։ Ընկերությունները կարող են զբաղվել որոնմամբ, վերականգնմամբ, միայն պետական թույլատվությամբ, իսկ հայտնաբերվածը մնում է պետությանը գիտական կամ հանրային ցուցադրությունների համար։
Թողարկման վերջում միջազգային երկու լուր։ Ֆլոտիլան, որը կազմված էր ավելի քան 40 քաղաքացիական նավերից եւ նախատեսված էր Գազայի շրջափակման պայմաններում մարդասիրական բեռ հասցնել, կանգնեցվել է իսրայելական զինուժի կողմից։ Նավերում շուրջ 500 մարդ է եղել, պատգամավորներ, իրավաբաններ եւ ակտիվիստներ։ Ակտիվիստ Գրետա Թունբերգը, որը մասնակցել էր նաեւ հունիսին կանգնեցված նավարշավին, կրկին մասնակիցների թվում էր։ Նախորդ անգամ նա եւ եւս 3 ակտիվիստ ստորագրել էին արտաքսման մասին փաստաթղթերը, հրաժարվելով բողոքարկման իրավունքից եւ անմիջապես հեռացվել էին Իսրայելից առանց քրեական հետապնդման։ Իսկ 8 այլ ակտիվիստներ, այդ թվում Ֆրանսիայի Եվրախորհրդարանի падգամավոր Ռիմա Հասանը, որոնք հրաժարվել էին ստորագրել դատանի որոշման, պարտակսվել էին եւ ստացել էին 100 տարվա մուտքի արգելք։ Իսրայելում իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում Adala Legal Center-ը, հայտարարել է, որ պատրաստվում են ներկայացնել նավախմբի մասնակիցներին, ապահովելով նրանց պաշտպանությունը դատական լսումների եւ արտաքսման գործընթացում։ Իսրայելի որոշ պաշտոնյաներ, այդ թվում ծայրահեղ աճ անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը, պահանջում են, որ այս անգամ ակտիվիստներին վերաբերվեն ավելի խիստ, քան նախորդ առաքելությունների ժամանակ։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է, որ նավախումբը նախազգուշացվել էր, որ մտնում է ակտիվ մարտական գոտի եւ խախտում է օրինական ծովային շրջափակումը։ Իսրայելը նաեւ առաջարկել է բեռը ինքնուրույն հասցնել Գազա։ Եվ վերջին այսօրվա լուրերից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ Ուկրաինայի երկար հեռահար հրթիռների մատակարարումը կվնասի Մոսկվա-Վաշինգտոն հարաբերություններին, սակայն չի փոխի իրավիճակը ճակատում։ Սոչիում արտաքին քաղաքական փորձագետների ֆորումի ընթացքում Պուտինը հայտարարել է. Թամահավ հրթիռների մատակարարումը կլինի էսկալացիայի որակապես նոր փուլ։ Ռուսական հակաօդային համակարգերը կկարողանան արագ հարմարվել նոր սպառնալիքին։ Դա չի փոխի ուժերի հավասարակշռությունը ճակատում, ընդգծել է նա, հավելելով, որ ռուսական բանակը փոքր, բայց կայուն առաջընթաց է գրանցում։ Միևնույն ժամանակ Պուտինը գովել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը խաղաղ բանակցություններ վարելու ուղղությամբ եւ հիշատակել օգոստոսին Ալյասկայում կայացած գագաթնաժողովը, որակելով այն արդյունավետ։ Ռուսաստանի Դաշնության նախագահը խիստ նախազգուշացրել է Արևմուտքին ռուսական նավթ տեղափոխող նավերը բռնագրավելու փորձերի համար, դրանք որակելով ծովահենություն։ Նման քայլը, նրա խոսքով, կարող է հանգեցնել ուժային պատասխանների եւ լուրջ ապակայունացնել համաշխարհային նավթի շուկան։ Նա նաեւ կատակով արձագանքել է Դանիայի տարածքում ռուսական անօդաչուների թռիչքների մեղադրանքներին, դրանք անվանելով ՆԱՏՕ-ի սադրանքներ։ Չարլի Քրքի սպանության մասին հարցին ի պատասխան Պուտինը այն որակել է որպես ահավոր հանցագործություն, որը վկայում է ԱՄՆ հասարակության խորը պառակտման մասին։ Նա Քրքին անվանել է հերոս, որը սպանվել է այն պահպանողական արժեքների համար, որոնք կիսում է նաև Ռուսաստանը։ Պուտինը նաև հիշատակել է ամերիկացի Մայքլ Գլոսին ԿՀՎ-ի փոխտնօրենի որդուն, որը 2024-ին զոհվել էր որպես ռուս զինվոր Ուկրաինայում։ Նա պարգևատրվել է մեդալով, որը Պուտինը փոխանցել է Թրամփի հատուկ բանակնյաց Սթիվ Վիտկոֆին։ Նա իր կյանքը տվեց այդ արժեքների պաշտպանության համար որպես ռուս զինվոր, իսկ Քրքը որպես ամերիկացի պայքարող նույն արժեքների համար, ասել է Պուտինը։ Այսօրվա համար այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ եւ շնորհակալ եմ, որ մինչեւ վերջ դիտեցիք, որ ավանդական այս խոսքերը ձեզ նույնպես ասեմ։ Առողջ եղեք։